Հայ առաքելական եկեղեցին տոնեց կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին վանական համալիրից ժողովրդի երկրպագության համար դուրս էին բերվել Հայ առաքելական եկեղեցու տարբեր ժամանակների սրբերի մասունքները, որոնց թվում էին նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի աճը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը եւ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Եկեղեցական տոնն իր շուրջ էր համախմբել բազմաթիվ հավատացյալների, հոգևորականների եւ քաղաքական գործիչների։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին էր այցելել նաև Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանը, ով կարևորում է հավատի քրիստոնեական արժեքների ներկայությունն ու հաղորդությունը հայ մարդու կյանքում։ Այսօր կաթողիկ Սուրբ Էջմիածնի տոնն է եւ այնպիսի իրավիճակում, այնպիսի ժամանակահատվածում, որ մենք բոլորս պետք է ոչ թե լինենք եկեղեցու կողքին, այլև լինենք եկեղեցում։ Երբեմն ինչ որ մեկը զբաղվածության պատճառով, ինչ որ մեկը տարբեր դրդապատճառներով չի մասնակցում հաճախ ուրեմն պատարակների հաղորդակցություն չի ստանում եւ այլն։ Եվ հետեւաբար պետք է մենք ցույց տանք այսօր առավել քան, որ բոլոր գործերը պետք է երկրորդական դեր մղենք եւ հաճախակի հաղորդություն ստանանք։ Այսօր առավել քան երբևէ Հայ առաքելական եկեղեցին ունի իր հետևորդների համախմբման եւ աջակցության կարիքը, քանի որ այն արժեզրկվում եւ հալածանքների է ենթարկվում օրվա իշխանությունների կողմից։ Նաեւ ցույց պետք է տանք օրվա իշխանություններին, որոնք որ հարձակում են գործել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, ցույց տանք, որ նրանց կռիվը ոչ թե եկեղեցու հետ է, այլ նրանց կռիվը մեր հետ է, Հայ առաքելական եկեղեցու հետևորդների հետ է, եւ մենք հենց եկեղեցում ենք եւ սպասում ենք որևէ մեկին հարձակում գործի եւ կռիվ տա մեր հետ։ Նայիրի Սարգսյանի համոզմամբ այսօրվա իշխանություններն այնքան հեռու են բարոյագիտությունից, որ Աստծուց խնդրում են ոչ թե հույս, հավատ եւ սեր, այլ խնդրում են աթոռ եւ փող, ինչպես նաեւ բոկոտն մզկիթներ այցելելու հնարավորություն։ Այսօր եկեղեցուներ քաշում են քաղաքական գործընթացների մեջ, ինչը պարզապես անընդունելի է։ Փառք Աստծո, որ եկեղեցին շատ ավելի բարձր է, քան քաղաքականությունն է եւ հաշվի առնելով սրանց սանձարձակությունը չի բացառվում, որ փորձեր կատարվեն անընդհատ եկեղեցուն ներքաշելու եւ իջացնելու իրենց մակարդակին եւ մենք պետք է կանգնենք այնտեղ, որ երբևէ չստեղծվի այդ առիթը, որ եկեղեցին ստիպված լինի իր բարձրությունից իջնելու սրանց մակարդակին։ Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավարը շեշտեց, որ այսօր ականատես ենք լինում հայոց ցանկացած բառակապակցության, ինստիտուտի ու երևույթի դեմ պայքարի, ինչպիսին է օրինակ հայոց պատմության փոխարինումը Հայաստանի պատմությամբ։ Եվ քանի որ եկեղեցին այն եզակի կառույցն է, որը միավորում է համայն հայությանը եւ ունի անսասան հեղինակություն Հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար, այսօրվա իշխանությունը պարզապես փորձում է այն իրենց կողմից դարձնել կառավարելի։ Փորձում է իշխանությունը ինչ որ մեկին կալանքով, ինչ որ մեկին տարբեր վախի մթնոլորտ ստեղծելով, ինչ որ մեկի վրա հարձակումներ գործելով, փորձում է շարունակել պայքարի եկեղեցու դեմ եւ որպես նախաձեռնություն եւ որպես Հայ առաքելական եկեղեցու զավակ պատրաստ եմ կանգնել ցանկացած մարդու կողքին, որը կենթարկվի բռնության իշխանությունների կողմից, որը եկեղեցու դեմ պայքարի դուրս կգա եւ որևէ հակազդեցության կենթարկվի, մենք այդպիսի բոլոր մարդկանց կողքը կանգնած ենք։ Իսկ թե ինչ ենք պատրաստվում անենք, առաջիկայում դեռևս հետևում ենք եկեղեցու եպիսկոպոսած դասի քայլերին։ Ինչ որ կհանձնարեն, դա էլ կանենք։